Այսօր ընդամենը 5 րոպեում կիմանանք ինչ կառույցներ են պահպանվել Վանի թագավորությունից և ինչու են դրանք կարևոր մինչ այսօր։ Վանի թագավորությունը գոյատևել է Քրիստոսից առաջ 9-ից 6-րդ դարերում և համարվում է հին աշխարհի ամենազարգացած պետություններից մեկը։ Չնայած դրա անկմանը, մեզ են հասել բազմաթիվ կառույցներ, որոնք մինչև այսօր հիացնում են իրենց ամրությամբ ու ջարդարաբերությամբ։ Սկսենք բերդերից առաջինը՝ Հրեբունի ամրոց։ Այն կառուցվել է Քրիստոսից առաջ 782 թվականին Արգիշտիա թագավորի կողմից։ Սա հենց այն վայրն է, որտեղից սկիզբ է առել մեր մայրաքաղաք Երևանը։ Հրեբունին եղել է հզոր վարչական և ռազմական կենտրոն, իսկ այսօր այնտեղ գործում է թանգարան, որտեղ կարելի է տեսնել հնագույն արձանագրություններ և օրհնական։ Հաջորդ կարևոր կառույցը Թուշպա ամրոցը։ Սա Վանի թագավորության մայրաքաղաքն է։ Ամրոցը կառուցված է բարձր ժայռի վրա և ծառայել է որպես անառիկ պաշտպանական կենտրոն։ Այստեղ են գտնվում նաև թագավորական դամբարանները ժայռերի մեջ կորված։ Շարունակենք Թեյշեբայինի։ Այս քաղաք-ամրոցը կառուցվել է Հուսա II-ի կողմից։ Այն կարևոր ռազմական կենտրոն էր, սակայն հետագայում ավերվել է թշնամիների հարձակումներից։ Այսօր այնտեղ հայտնաբերվել են բազմաթիվ կենցաղային իրեր, զենքեր և պահեստներ, որոնք ցույց են տալիս քաղաքի զարգացած լինելը։ Մի մոռանանք նաև Արգիշտի քաղաքը։ Սա ևս հիմնադրվել է Արգիշտի Այի կողմից և եղել է կարևոր տնտեսական ու ռազմական կենտրոն։ Այստեղ հայտնաբերվել են մեծ պահեստներ և կառույցներ, որոնք վկայում են կազմակերպված տնտեսության մասին։ Բայց Վանի թագավորությունը հայտնի էր ոչ միայն բերդերով, այլ նաև իր ինժեներական հրաշքներով ամենահայտնիներից մեկը՝ Շամիրամի ջրանցքը։ Իրականում այն կառուցվել է Մենուա արքայի կողմից։ Այս ջրանցքը հազարավոր տարիներ անց էլ գործում է որոշ հատվածներում։ Այն ապահովում էր ջուր քաղաքներին և գյուղատնտեսությանը, ինչը խոսում է բարձր մակարդակի ինժեներական գիտելիքների մասին։ Բացի դրանից, պահպանվել են բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Դրանք փորագրված են քարերի վրա և պատմում են թագավորների արշավանքների, կառուցապատումների և հաղթանակների մասին։ Այս արձանագրությունները կարևոր աղբյուր են պատմաբանների համար։ Վանի թագավորության կառույցները ապացուցում են, որ այս պետությունը ուներ զարգացած ճարտարապետություն, ռազմական համակարգ և ջրամատակարարման հզոր լուծումներ։ Այսօր այդ կառույցները ոչ միայն պատմական արժեք ունեն, այլ նաև հանդիսանում են մեր անցյալի կենդանի վկաներ։ Եթե քեզ հետաքրքիր էր այս տեսանյութը, մի մոռացիր լայքել, բաժանորդագրվել ալիքին և կիսվել հետևել։ Շնորհակալություն 5 րոպե տրամադրելու